Եղինջը գարնան ամենաօգտակար ու համեղ բույսերից է, բայց ինչու վայելել այն միայն մի քանի շաբաթ։ Եթե ճիշտ պահեստավորենք սառցախցիկում, ապա տարվա ցանկացած ժամանակ, անգամ ձմռան ցուրտ օրերին կարող ենք պատրաստել նույնքան բուրավետ ու առողջարար եղինջով ապուր։ Այս փոքրիկ հնարքի շնորհիվ գարնան համը կպահպանենք ամիսներով, միշտ ունենալով հնարավորություն եղինջով համեղ ապուր պատրաստելու համար։ Եղինջը չենք եփում, այլ շոգեխաշում ենք գոլորշու վրա ընդամենը 3-ից 4 րոպե, այս կարճ մշակման շնորհիվ այն պահպանում է իր բնական բույրը, գույնը և օգտակար վիտամինների մեծ մասը։ Բանջարը հոսող ջրի տակ մի քանի անգամ լավ լվանալուց հետո դնում ենք թուլաղա ջրի մեջ, թողնում ենք 15-ից 20 րոպե։ Եվս մեկ անգամ լվանում ենք և ջրքամում, կարծում եմ, որ բոլորն են այսպես անում։ Թասով կամ կաթսայով ջուր ենք դնում գազօջախին, թողնում ենք եռա, վրան դնում ենք փլավ քամիչ։ Լցնում ենք եղինջի մի մասը, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք շոգեխաշվի գոլորշու մեջ ընդամենը 2 րոպե։ 2 րոպե անց խառնում ենք, թողնում ենք ևս 2 րոպե և հանում ենք, այս եղանակով ջերմային մշակման ենք ենթարկում ամբողջ բանջարը։ Շատ տնային տնտեսուհիներ եղինջը չորացնում են պահեստավորման համար, սակայն վստահեցնում եմ, որ մեկ անգամ այս տարբերակը փորձելուց հետո այլ եղանակ չեք փնտրի։ Այսպես պահպանվում է եղինջի վառ կանաչ գույնը, օգտակարությունը, համն ու բույրը։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Տեսեք ինչ վառ կանաչ երանգ ունի, նշեմ, որ աղավելացնելու անհրաժեշտություն չկա։ Երբ եղինջը եփում ենք պահեստավորման համար, ջրի հետ միասին վիտամինների մեծ մասը դուրս է գալիս, իսկ այսպես պահպանվում է օգտակար հատկությունները։ Սառեցված եղինջով ձմռանը ապուր պատրաստում ենք այնպես, ինչպես կպատրաստեինք գարնան ամիսներին։ Չնայած, որ շոգեխաշելուց հետո սառը ջրի մեջ չենք դնում, կանաչ գույնը հենց այսպես էլ պահպանվում է։ Թողնում ենք հովանա, դնում ենք զիպ փականով կամ մեկանգամյա օգտագործման տոպրակների մեջ և սառեցնում ենք։ Ընդամենը 20 րոպե և ձմռան ցուրտ ամիսներին կարող եք վայելել գարնան շունչը, պատրաստելով անմահական եղինջով ապուր, ինչպես ասում են, ամառվա փուշը, ձմեռվա նուշը։ Իսկ ձեզ ծանոթ էր եղինջի պահեստավորման այս տարբերակը, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ նման օգտակար տեսանյութ, դուք էլ փորձեք, վստահ եմ շատ կհավանեք, առայժմ։